եթերը անել, մի վարքյան, ես հիմա իմ մասը անջատեմ, մի փոքր սենց, ահա և պարոն Խուրշուդյանը, շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերքը և եկել եք մեզ մոտ հարցազրույցի, եթե կարելի է այդպես ասել, պարոն Խուրշուդյան, ինչպես է ձեզ ավելի հաճելի Խուրշուդյան ասեմ, թե Հովսեփ։ Հովսեփ, ուրախ եմ Հովսեփ ջան, ես ինքս Էդվին Մարտիրոսյանն եմ, նույն ինքը Էդվինը, այդպես են դիմում մարդիկ, և մեր YouTube-յան ալիքով և Telegram ալիքով այսպիսի եթերներ երբեմն լինում են, որպեսզի իմաստը նա է, որ մարդիկ ճանաչեն քաղաքական գործիչներին կամ վերլուծաբաններին և որպեսզի մի փոքր լսենք ձեր կարծիքը Հայաստանի մասին և Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին։ Կարծում եմ կարևոր է, որ ես ներկայացրեցի, որ վերլուծաբան եք, քաղաքականությամբ զբաղվում եք, բայց երևի ավելի հարմար կլինի, որպեսզի դուք ինքներդ ներկայացնեք, թե դուք ով եք, ինչով եք զբաղված և այլն։ Այո, ես կներկայանամ, կապը կտրվեց ձեզ։ Չէ, ես շատ լավ լսում եմ ձեզ, խնդրեմ։ Էդվին ջան, կապը կտրվեց։ Ես միկրոֆոնն եմ անջատել, այսպես հիմա լսվում է։ Հա, խնդրեմ, ես ձեզ լսում եմ։ Շատ լավ։ Դե իմ անունը Հովսեփ է, ես հիմա ի պաշտոնե հասարակական կազմակերպություն եմ ներկայացնում, Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպությունն է, որը զբաղվում է հիմնականում կրթությամբ, ոչ ֆորմալ կրթությամբ մարզերում երիտասարդության համար, տարբեր տեղական ինքնակառավարումից սկսած մինչև բիզնեսի դասընթացներ, քաղաքացիական արշավների կազմակերպում, շահերի առաջ մղում այդ կարգի բաներ, բայց տեսնում եք, որ նաև ես փորձում եմ տարբեր վերլուծություններով հանդես գալ լրատվամիջոցներով, իմ տեսակետները հայտնել, ես եղել եմ Ժառանգություն կուսակցության անդամ մինչև 2020 թվականի ապրիլի 4-ը և բավականին երկար ժամանակ 2005 թվականից ըստ էության Ժառանգությունում զբաղվել եմ ակտիվ քաղաքական գործունեությամբ, եղել եմ մամլո խոսնակը Ժառանգության, վարչության անդամ եմ եղել, այդպես, եթե ինչ-որ հարցեր կան իմ կենսագրությունից, սիրով կարող պատմել։ Ուրեմն միանգամից հարց, որը շատ կարևոր է, քաղաքականությամբ զբաղվում եք և ավելի կարևոր հարց, պատրաստվում եք, չեք էլ պատրաստվում մասնակցել ընտրություններին, գալիք ընտրություններին։ Ոչ, չեմ պատրաստվում մասնակցել, դրա մասին մի քանի անգամ մամուլով ասել եմ, կան հետևորդներ, որոնք կուզենային տեսնել ինձ պարլամենտում կամ նախընտրական արշավին մասնակցելիս, ես ինձ չեմ տեսնում, ամենայն դեպս այս ընտրություններում նման որոշում չունեմ և ավելի շատ զբաղվելու եմ աջակցությամբ այն ուժերի, ընդ որում կարող է դա մեկ ուժ չլինի, այլ ուղղակի ուղղություն լինի, որոնք որ Հայաստանը տեսնում են ինքնիշխան անկախ Ռուսաստանի ազդեցությունից և ավելի շուտ քաղաքատիրությունից լիովին ազատված և Եվրոպական միության ընտանիքում։ Այդ ուժերին ես կաջակցեմ։ Որ ուժերի մասին է խոսքը, կոնկրետ արդեն ուժեր կա, որ գիտեք, որ աջակցում եք կամ կողմնակից եք։ Ոչ, այդպիսի ուժեր դեռ չկա, դրա համար ասում եմ, ես ոչ թե հատուկ ինչ-որ կոնկրետ ուժերի եմ աջակցելու ամենայն հավանականությամբ, դեռ պարզ չի իհարկե, որտեղ եթե օրինակ ժողովրդավարական այլընտրանք ձևավորվի գործող իշխանություններին, մեծ հաճույքով կաջակցեմ հասկանալով կարևորությունը պարլամենտում ժողովրդավարական ընդդիմության առկայության, որտեղ ակնհայտ է, որ ժողովրդավարական այլընտրանքը, ինչպիսին էլ որ հիմա ձևավորվի, չի կարող հավակնել իշխանություն ձևավորելու, այսինքն առավելագույնը կարող է հավակնել ընդդիմություն լինել պարլամենտում, ժողովրդավարական ընդդիմություն, որի պակասը անցած զգացել ենք։ Եվ հիմա դեռ չեմ տեսնում այդ կոնսոլիդացիան, ինչ-որ փորձեր արվում են, տեսնենք ինչով կավարտվեն, բայց անկախ ամեն ինչից ես աջակցելու եմ հենց բոլոր այն ուժերին, այդ ուղղությանը, այսպես ասենք, որոնք որ ստանում են
Հայաստանը Եվրամիության անդամակցության, ինչպես որ արդեն ամրագրված է Հայաստանի Հանրապետության օրենքում, այդ մասին ընդունված օրենքով գիտեք։ Այո, Եվրամիության անդամակցություն, ձեր պատկերացումը դրա վերաբերյալ ո՞նց է դա տեղի ունենալու եւ ինչ է կարծում որ թվականին եւ ինչ կերպ։ Դա երկար ճանապարհ է իրականում, բոլորս էլ հասկանում ենք, որ այսպես մի տարում եւ միայն ցանկությամբ դա չի լինում։ Եվրամիությունը բաղ չափորոշիչներ ունի, որը պետք է հաղթահարել։ Դա միայն ապրանքների որակին չի վերաբերում, դա վերաբերում է նախ եւ առաջ ինստիտուտների որակին, դա վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանության մակարդակին, կոռուպցիայի դեմ պայքարի մակարդակին։ Այդ ամբողջը շատ կարեւոր է Եվրամիության անդամակցության տեսակետից, բայց իհարկե նաև աշխարհակաղակական գործոն կա, որտեղ եթե օրինակ դու չես պաշտպանում քո սեփական սահմանները ինքնուրույն քո սահմանապահներով, հա, այլ ինչ որ մի երրորդ երկիր է պաշտպանում, ընդ որում բավականին դեստրուկտիվ գործունեություն ծավալած մի երկիր աշխարհով մեկ եւ իր հարևանների հանդեպ հատկապես, ինչպեսին Ռուսաստանն է, բնականաբար դա կարմիր գիծ է Եվրամիության անդամակցության համար։ Ես հուսով եմ, որ այս ընթացքում, երբ որ մենք սկսենք ավելի ակտիվ այդ քայլերը ձեռնարկել չափորոշիչներին համապատասխանելու ուղղությամբ, իսկ դա դուրս տեխնոլոգիա երկարատև աշխատանք է, ռեֆորմների, բարեփոխումների, թե ինստիտուտների, թե բիզնես գտնմայի, թե բիզնեսի որակի, մշակույթի, բիզնեսի մշակույթի այդ ամբողջը կամաց պետք է փոխենք։ Եվրամիությունը պատրաստ է դրան աջակցել, ինչպես որ աջակցել է տարբեր երկրներում, մենք էլ հասարակություն որպես մեր գործը պետք է անենք, բայց զուգահեռաբար իհարկե պետք է ազատվենք նաև այդ կախվածություններից, միակողմանի հատկապես Ռուսաստանից նաև տնտեսական կախվածությունից, որ չկարողանա որևէ կերպ ճնշել մեզ եւ մեր տնտեսությունը եւ ավելի կհեշտացնենք մեր թեկնածու դառնալու, հետո էլ արդեն Եվրամիության անդամ դառնալու հնարավորությունը, որը կարող է տևել տասնամյակ։ Պետք է իրատես լինել։ Եվրամիության առաջին այսպես ժամկետը այն երկրների համար, որոնք որ շատ քիչ մոտ են արդեն Եվրամիության անդամակցության եւ առնվազն ստացել են արդեն տեխնացուի կարգավիճակ 30 թվականն է։ Հիմա ես չեմ կարծում, որ Հայաստանը նույնիսկ իշխանությունների ավելի ակտիվ քայլերի դեպքում կարող է հասցնել 30 թվականին։ Դա կարող է տեղի ունենալ միայն եթե քաղաքական որոշում լինի Եվրամիության մոտ, այդպիսի որոշում լինի, ուրեմն Հայաստանի ընդունել, հա։ Եթե չէ, ուրեմն ինքը սովորական ընթացակարգերով անցնելու դեպքում կարծում եմ առնվազն մի 10 տարի պետք է լինի մեզ, բայց դա չի նշանակում, որ մենք այդ 10 տարվա ընթացքում օդում կախված ենք լինելու։ Ամեն հաջորդ քայլ, որը կմոտեցնի մեզ Եվրամիությանը, մեր ստանդարտների տեսակետից, նոր կոնվենցիաների միանալու տեսակետից, ինստիտուտների բարելավման եւ Եվրամիության հետ նույնականացման կամ մոտարկում են ասում, հա, այդ տեսակետից, այնքան ավելի աջակցությունը մեծ կլինի թե քաղաքական, թե ռազմական, որը անվտանգային կարևոր բաղադրիչ է իրենից ներկայացնում, եւ թե տնտեսական, այսինքն այդ բոլոր առումներով քայլերը լինելու են փոխադարձ, ոչ թե Եվրամիությունը նստելու է սպասի, թե մենք այդ քայլերը երբ ենք անելու հասնենք իրեն, այլ ինքն էլ ընդառաջ քայլեր է անում, ոնց որ մենք ունենք դրա փորձը այլ երկրների դեպքում։ Եվ դա է հուսադրում, որ ինչքան ավելի շատ մենք քայլեր անենք, ինչքան ակտիվ լինենք այդ ուղղությամբ, այնքան ավելի ակտիվ աջակցություն կստանանք Եվրամիությունից։ Ովսեփ ջան, սենց բան ասեմ, որ ներքին կարգով իհարկե ես Եվրոպայում եմ, ես այստեղ որոշակի ինֆորմացիա ունեմ, որ Եվրոպայում քննարկվում է այդ հարցը եւ շատ դրական ձևով, որպեսզի Հայաստանը 30 թվականին իրոք որ այդ անդամակցության հարցը դրական ձևով լուծվի։ Բայց այստեղ մի հատ մեծ խնդիր կա, Եվրամիություն եւ անդամ լինելը պայմանավորված է պայմաններից մեկը նա է, որ սահման պիտի ունենաս Եվրամիության հետ, թե հողային, թե ծովային։ Մենք գիտենք, որ մենք որպես Հայաստան ծով չունենք, իսկ հողային կապը պլանավորումը Վրաստանն էր, բայց մենք գիտենք, որ Վրաստանը անցել է Ռուսաստանի արդեն կարելի ասել տիրապետության տակ, ինչպես է դիտարկում, էլ ինչ ճանապարհներ կա, ինչ, եթե Վրաստանը մնա Ռուսաստանի լծի տակ, ինչ է սպասվում Հայաստանի եւ այդ Եվրամիության ճանապարհին։
ես համամիտ եմ իհարկե այդ ընդհանուր սահմանի խնդիրը կա, բայց դա դեռ չի նշանակում, որ Վրաստանը այդ 10 տարիների ընթացքում մնալու է Ռուսաստանի տիրապետության տակ։ Ես այս առումով ավելի լավատես եմ եւ ոչ միայն Վրաստանի քայլերի տեսակետից եւ քաղաքասարակության եւ ընդդեղին դիմության ուժերի պահով եմ ասում, այլ նաեւ Ռուսաստանի գնալով թուլացող վիճակի հետ կապված լինելու այդ հնարավորությունը Հայաստանի համար բացվելիք եւ այդ տեսակետից իհարկե մենք այդ 10 տարվա ընթացքում, որ ես նախանշեցի, իմ կարծիքը, ուրեմն դեռ ունենք օրինակ ասոցիացիան համաձայնագիր կնքելու եւ միասնական մաքսային գոտու մեջ մտնելու Եվրամիության հետ։ Իսկ ստե միայն Վրաստանը, չնայած Վրաստանը նույնիսկ այսօր, երբ որ ինքը բավականին այսպես սառել են հարաբերությունները Եվրամիության հետ եւ կարգավիճակը անդամակցության սառեցված է, բայց նույնիսկ այդ պարագայում ինքը շարունակում է մնալ ասոցիացված համաձայնագրի անդամ եւ DCFTA-ի, այսինքն խորը եւ համապարփակ ազատ առևտրի գոտու մաս է կազմում, այսինքն այդ առումով Հայաստանը կարող է այդ գոտուն միանալ եւ անմաքս առևտուրը Վրաստանի միջոցով Եվրամիության հետ անել, բայց ոչ միայն Վրաստանը, այլ նաեւ Թուրքիա, Թուրքիան եւս մաքսային միության մեջ է Եվրամիության հետ, ինչը իրեն հսկայական օգուտներ է բերել այս վերջին 2 տասնամյակի սրընթաց աճը Թուրքիայի կապված է նախ եւ առաջ դեպի Եվրոպա իր ապրանքների արտահանման հետ։ Նու պարզ է ինքը նաեւ բավականին պրոտեկցիոնիստական քաղաքականություն է վարում, բայց անկախ ամեն ինչից ինքը շատ լուրջ օգուտներ քաղեց այդ Եվրամիության, գիտեք, Եվրամիությունը շատ վճարողունակ, հարուստ, մեծ շուկա է, եւ եթե դու նախամուտք ունես քո ապրանքները կարողանում ես այնտեղ վաճառել, նու պարզ է նախ բավարար որակ ապահովելով քո ապրանքների համար, դու առավելություն ես ստանում այն երկրների հանդեպ, որոնք որ հեռու են կամ հնարավորություն չունեն եվրոպական մաքսային միասնական գոտում անմաքս առևտուր անել, որտեղ դա առավելություն է։ Հիմա վրացական ապրանքները ու հայկական ապրանքները իհարկե նույն հաջողությամբ չեն վաճառում Եվրամիությունում, նույնիսկ եթե որակը նույնն է։ Եթե որակը համապատասխանում է, օրինակ գինիներ կան հայկական, որոնք որակով համապատասխանում են, կարող են Եվրոպայում վաճառվել, բայց իրենք ավելի թանկ են վաճառում Եվրոպայում, որտեղ մենք մաքս ենք վճարում Եվրոպայում գործելու համար։ Ի տարբերություն Վրաստանի, որը անմաքս առևտուր է անում։ Այնպես որ դեռ այդ քայլերը հնարավորություն կա անելու նույնիսկ Վրաստանի այսօրվա դիրքորոշման պայմաններում։ Իդեպ Վրաստանը այնպես չի, որ ինքը ընդունում է, Վրաստանի իշխանությունները չեն ընդունում, որ իրանք Ռուսաստանի ազդեցության տակ են ընկել, իրենք ասում են, նույնիսկ դիվանագիտական հարաբերությունները վերականգնված չի Ռուսաստանի հետ, որտեղ իրենք ասում են, դե քանի դեռ օկուպացված է մեր տարածքները Ռուսաստանի կողմից, մենք չենք պատրաստվում մեր հարաբերությունները վերականգնել եւ այլն։ Միաժամանակ անընդհատ փորձում են կարգավորել հարաբերությունները, հատկապես Միացյալ Նահանգների հետ, բայց իհարկե դա չի նշանակում, որ թակ են մեր համար Վրաստանի ճանապարհները դեպի Եվրամիություն։ Առնվազն այս փուլում, երբ որ մենք զուտ անդամության հարց նույնիսկ չենք էլ դնում, որտեղ մենք հայտ նույնիսկ դեռ չենք ներկայացել Եվրամիության, տեխնացու անդամ դառնալ, ելույթ մնաց անդամ դառնալու, հա, որտեղ որոշում ընդունված է օրենքը Հայաստանի ժողովի կողմից, որ պետք է դառնանք եւ պետք է այդ ուղղությամբ գնանք, բայց հայտը պաշտոնապես դեռ չի ներկայացված Եվրամիությանը, դա դժվարությունների հետ է կապված, գիտեք, փորձում է իշխանությունը ավելի զգուշավոր լինել, շատ չսրելու համար հարաբերությունը Ռուսաստանի հետ։ Այդ զգուշավորությունը հասկանալի է, բայց իմ համար մի քիչ չափազանցված է, կարելի է մի քիչ ավելի աշխուժ եւ համարձակ քայլեր անել, բայց ամեն դեպքում պատասխանատվությունը իրենց վրա է եւ ես որ ասում եմ շատ չեմ էլ զորում, հասկանում եմ, որ բարդ որոշումների դաշտում է, թեժ որոշումներ չեն։ Հիմա մի հատ sense հետաքրքիր բան, որ մենք մոտ օրերս մի քանի օր առաջ իմացանք, հանրային ընդհանուր առմամբ հայտարարվեց, որ Հայաստանի Հանրապետության սահմանները բոլորը վերահսկվում են հայ սահմանապահների կողմից։ Այսինքն այդ ախուրիկ, այդ Թուրքիայի սահման եւ այլն ռուսները հանվել են եւ տեղակայվեց այն հայ սահմանապահները։ Իհարկե դա շատ լավ է։ Հայաստանի սահմանը պիտի վերահսկվի հայկական ուժերի կողմից, դա հասկանում ենք, բայց ռուսական ռազմաբազան դեռ Հայաստանում է։ Դա ինչ նշանակություն ունի ներկայդրությամբ, ինչ նժարի վրա եթե դնենք, ինչ վտանգ է ներկայացնում Իրանից Հայաստանի համար եւ ինչ է կարծում, երբ հնարավոր կլինի այն հանել Հայաստանից։
կարիքը կա դրա հանելու, եթե կա, երբ հանել։ Ուրեմն նախ մի ճշգրտում Հայաստանի սահմանները չեն հայկական սահմանապահների կողմից ամբողջությամբ պաշտպանվում, այլ անցակետերը։ Վարչապետը 2 օր առաջ երբ որ խոսեց դրա մասին, ինքը խոսում էր Հայաստանի սահմանային անցակետերի մասին։ Այո, բոլոր անցակետերը այսուհետ անցել են Հայաստանի սահմանապահների վերահսկողության ներքո, բայց սահմանները դեռ վերահսկվում են համատեղ։ Մինչև անցած տարվա հունվարի 1-ը, գիտեք, միայն Ռուսաստանն էր, հետո մինչև այդ Նիկոլ Փաշինյանը Պուտինի հետ մայիսին հանդիպման ժամանակ 24 թվականի բանակցել են եւ պայմանավորվել են, որ Հայաստանը սկսում է մուտք գործել այդ տարածք, այսինքն Ռուսաստանի հետ համատեղ պետք է վերահսկի, բայց այստեղ տեխնիկական կարողությունների հարց կա, զուտ կադրային պակաս ունենք, որը հիմա իդեպ ամերիկացիների միջոցով վերապատրաստում են սահմանապահները հայ, եւ նաեւ եվրոպացիները շատ հարցերում օգնում են տեխնիկական աջակցությունների վերապատրաստումների հարցում, բայց դեռ ժամանակ կա, որ հասցնեն դեռ մոտավորապես մի 1000 հոգի նվազագույնը սահմանապահ է մեզ պետք, որ կարողանանք ինքնուրույն պաշտպանել սահմանները, որը դեռ չունենք, այդքան վերապատրաստված սահմանապահներ։ Ну, կամաց կունենանք այս հույսով եւ այնպես որ այդ առումով այո, կա այդ հնարավորությունը առաջիկա 1-2 տարվա ընթացքում սահմանները ամբողջությամբ վերցնել մեր վերահսկողության տակ։ Ինչ վերաբերում է բազային, բազան այսօր տրոյական ձիու կարգավիճակ ունի Հայաստանում, ինքը մեզ չի պաշտպանում որևէ բանից, որտեղ այսօր եթե նույնիսկ ինչ-որ մի պահի Թուրքիան որոշի հարձակվել օրինակ, հիպոթետիկ է ինչ-որ բան վերցնենք, որը որ իհարկե չկա նման նախադրյալներ, ռուսական բազան չի, որ մեզ պետք է պաշտպանի, մի անգամ 93 թվականին նման վտանգ եղել է եւ սպառնալիք է եղել, որ կարող է հարձակվի Թուրքիան եւ այն ժամանակ հիշում եք կախնազերծված արխիվները Wikileaks-ից նաեւ ասում են, որ Միացյալ Նահանգներն է արգելել, որտեղ առանց Միացյալ Նահանգների թույլատվության ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան չէր համարձակվելու այդպիսի բան անել։ Եվ նման պայմաններում իհարկե պետք է հասկանալ, որ ռուսական բազան ավելի շատ մեզ կարող է վտանգ ներկայացնել մեր ինքնիշխանությանը, քան թե ինչ-որ բանով պաշտպանում է մեզ։ Այդ 5000-անոց զորքը այդտեղ ոչ մի առանձնապես դեր չի խաղում, մանավանդ որ հիմա էլ այսպես համալրման խնդիր ունի, հատկապես զենքի եւ սպառազինությունների, որի զգալի մասը դուրս է բերվել Ուկրաինայում Ռուսաստանի կարիքները բավարարելու համար։ Իսկ երբ կարող է հանվի այդ բազան, ну իշխանությունը չի շտապում այդ ուղղությամբ քայլեր անել, էլի հասկանալով որոշ ռիսկեր, եւ այդ իմաստով դժվար է որևէ կանխատեսում անել, ինձով լիներ իհարկե ավելի ակտիվ էլի քայլեր կձեռնարկվի։ Ես չեմ ասում միանգամից այսպես դեմարշի պես պահանջենք անել, որտեղ էլի ամեն դեպքում պետք է զգուշ շատ հարցերում վարվել, բայց նաև շատ էլ խապաղել պետք չի, որտեղ եթե դա Դոմոկլեսյան թրի պես գլխներից կախված է, որ առաջ պետք է այդ վտանգից ազատվել։ Շնորհակալություն պատասխանի համար, շատ բավարար պատասխանել եւ հասկանալի։ Հովսեփ ջան, եթե դեմ չես հիմա Վիգենին խնդրեմ, որպեսզի մարդիկ ովքեր հարցեր ունեն, միացնի եւ մարդիկ կարողանան իրենց հարցերը ուղղեն քեզ։ Այո, իհարկե։ Վիգեն ջան, խնդրեմ։ Շատ բարի, ուրեմն ես Ժորժ ջան, եթե այստեղ հարցեր կար, բարձրացրեք, եթե չէ Էդմին ջան, առաջի հարց ես քեզ ուղարկել եմ WhatsApp-ով, եթե հարցը կարդաս, ու կսպասեմ ինչով սա ժողովրդի հարցերը բացասել, եթե չեմ մի քանի հարց կարծել գրած էր։ Ժողովուրդ ջան, մի բան են եթե լսում են ինձ YouTube-ի մեջ, եթե դուք այնտեղ ձեր հարցը գրեք, ես ձեզ համար կկարդամ։ Դա ասեմ։ Ուրեմն տեսնում եմ հարցեր կա, բայց առաջի հարցը քեզ ուղարկել եմ Էդմին ջան WhatsApp-ով, այդ կանոնս կարդաս էլի։ Հարցը, որը ես ստացել եմ, արդեն հնչեց Վիգեն ջան, ուրեմն դա այդ սահմանների հետ էր կապված, այդ ախուրիկ եւ այլն սահմանանցումների մասին էր, բայց ես նորից կկարդամ հարցը, միգուցե ավելի շատ բան լինի։ Բարև ձեզ, կուզեի ձեր կարծիքը լսեք, ռուսական կողմի հետ քննարկվել է Գյումրի ախուրիկ Թուրքիայի Երաս Նախիջևան երկաթուղու հարցերը։ Դժվար է ասել նման հարցերում
Ռուսաստանի դիրքորոշումը որքանով է անկեղծ, որտեղ դուք գիտեք, որ այդ պահանջը մի տեսակ պահանջ չէ, առաջարկ արվել է Հայաստանի իշխանությունների կողմից, որ այդ հատվածը ռուսները վերականգնեն։ Չնայած հետո եղավ նաև շարունակությունը, որ ամեն դեպքում մենք ուզում ենք կոնցեսիան վաճառենք, ոնց որ կամ հնարավորություն տանք ռուսները վաճառեն որևէ MC երրորդ ընկերության, որը որ ավելի այսպես արդյունավետ կկառավարի երկաթգծեր եւ ավելի որակյալ երկաթգծեր եւ շարժակազմեր կապահովի, բայց կոնկրետ ռուսները դեռ երկրորդի չսպասելով երկրորդ առաջարկին, առաջի առաջարկի ժամանակ ասացին, որ հա մենք պատրաստ ենք քննարկել ներդրումներ անել, այդ վերականգնել, բայց հասկանալի է, որ դա սուտ խոստումներ են, որտեղ այսօր ռուսական երկաթգծերը իրենք բանկրոտ վիճակում են, իրենք հսկայական մրցվածքներ են վաճառում տարբեր տեղեր, Ռիգայի ուրեմն կայարանը Մոսկվայում հիմա աճուրդի է դրված, որպեսզի գոնե ինչ-որ պատկեր տակեն, իրենք 200 միլիարդ ռուբլի Ռուսաստանի կառավարությունից խնդրել են բանկրոտ չլինելու համար, Ռուսաստանի կառավարությունը ընդամենը 61 կարողացել տրամադրել, որը կարծում եմ բավարար չի։ Այնպես որ բարդ է ասել, այդ բանակցությունները ինչով կավարտվեն, առայժմ Ռուսաստանը դիմադրում է, պարզ է իրեն տնտեսապես ինչքան է ձեռքի տալիս այդ երկաթգծերը պահելը, իր վրա էլ է արդեն բեռ, բայց աշխարհակահաղական տեսակետից շատ մեծ վնաս կլինի իրեն, հարված կլինի, եթե ինքը դուրս գա։ Շնորհակալ պատասխանի համար, պարոն Խուրշիդյան, ուրեմն Գևորգյան Արմեն, եթե ճիշտ եմ կարդում, հարցը գրել YouTube-ի կանալից, որ կարդում եմ, քրիստոնյա ժողովրդական կուսակցությունը մասին ինչ կարծիք ունեք։ Լավ, կարծիք ունեմ, մեր գործընկերներն են եւ ոչ մի վատ բան չեմ կարող ասել, մեր հետ միասին ժողովրդավարական ուժերի հարթակը ձևավորեցին, Հայկ Սուքիասյանին եմ լավ ճանաչում այնտեղից, պարոն Շիրինյանին էլ լավ եմ վերաբերում, ուղղակի իրենք Եվրաքվեին չմիացան, ինչ-ինչ պատճառներով, մենք հարգում ենք իրենց որոշումը չմիանալ Եվրաքվեի այդ նախաձեռնությանը, բայց ամենայն դեպս իրենք էլ նույն գծի մեջ են եւ Եվրամիության ինտեգրման ջատագով են։ Այնպես որ այդ կարծիքը դրական է։ Շնորհակալ պատասխանում եմ, Սերժը հարց ունի, Սերժան միկրոֆոնը բացում եմ, Սերժան հարցը։ Շնորհակալություն հարցի հնարավորություն ընձեռելու համար։ Հովսեփ ջան, այսպեսի մի հարց էլի վերադառնալով այդ երկաթգծին, էլի կոնցեսիային։ Իսկ հնարավոր է որ այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ ենթադրենք մեր այլ պետություն գործընկերներից մեկը, ովքեր այսօր արդեն բավականին ներկայացված են Հայաստանում, ասեմ Միացյալ Նահանգները, միգուցե այնպիսի առաջարկություն անեն ռուսներին, որ ռուսները չկարողանան այդ առաջարկից հրաժարվեն, այդպիսի բան հնարավոր է տեսականորեն։ Որ առաջարկություն։ Դե գումարով ենթադրենք ետ գնեն։ Ասեն մենք այսքան վճարում ենք եւ երկաթգիծը իրենք վերցնեն կոնցեսիա։ Ռուսներից։ Այո, հիմա տեսեք, եթե գնում է այսպես խաղաղ ճանապարհով, հա, այսպես պայմանավորվելու ճանապարհով, պետք է ռուսները համաձայնվեն։ Եթե չհամաձայնվեն, միշտ մի պատճառ գտնելով, ասեն դե կամ գինը հարմար չի, կամ ասեն դե պայմանները հարմար չի, չհամաձայնվեն, չի լինի ձեռքներից վերցնել։ Կոշտ ճանապարհը քրեական գործի միջոցով, որը ես գիտեմ 19 թվին բացվել էր, տարբեր գնահատականներ կան, ես հիշում եմ 115 միլիոն դոլարի չարաշահումներ էր արել ռուսական երկաթգծերը, որոշ թվեր կա 60 միլիոն, տեղական չի 60-65 միլիոն, բայց կարծես թե լուր եղավ, որ կարճվել է այդ գործը ավելի ուշ, թե 21 թվականին, ցավոք սրտի, չգիտեմ ինչքանով է ստույգ, բայց ամենայն դեպս ոչինչ չի խանգարում նորից գործ բացել, որտեղ ակնհայտ են այնտեղ չարաշահումները։ Հիմա այդ իմաստով դժվար է ասել, չէ՞ որ կհասնենք։ Կոշտ ճանապարհով կգնա կառավարությունը, եթե տեսնի ռուսները չեն համաձայնվում այսպես բարիշելով խաղաղ զուգահեռը երկուսը կիրառեն։ Զուգահեռ, ասեն, տեսեք ներդրում չեք արել, խախտել եք էս ինչ, եթե ուզում եք այս ձեր գումարը վերցրեք, գնացեք ձեր համար ապրեք։
Դե այդ կախված է թե հարաբերությունները Ռուսաստանի հետ միջև ուր են պատրաստ սրել, հա, միջև ուր են պատրաստ կոշտ քայլերի գնալ։ Անկամ բաներ կա նույն Գազպրոմը, այսօր գիտեք, ջրի գինը, Գազպրոմի ակցիաները այնքան է ընկել, որ օրինակ եթե էլի այդ աշխարհակահաղական գործոնը չլներ, մեծ հաճույքով կարելի է շատ էժան հայ-ռուս գազապի այդ ժառանգորդ Գազպրոմ Արմենիային գնել պետական միջոցներով, բայց քանի որ դա էլի աշխարհակահաղական մի տեսակ հարված կարող է դիտարկել Ռուսաստանի հանդեպ, այդ քանի չեն գնում իշխանությունները։ Ավելի փուլային են անում ամեն ինչ քայլ առ քայլ, փոքր դոզաներով, որ շատ այսպես կտրուկ ինչ-որ բան չսրի հարաբերությունը, բայց չգիտեմ, ինչքանով է արդյունավետ այդ մեթոդաբանությունը, դրա համար նաև ավելի շատ ինֆորմացիա է պետք տիրապետել, քան ես եմ տիրապետում, իսկ իշխանությունները այդ ինֆորմացիան ունեն։ Այնպես որ ես այդ առումով զգուշ կլինեի շատ ինչ-որ սուր քննադատությունից կամ փորձ գնահատականներից, բայց ամենայն դեպս իհարկե բոլորի ցանկությունն է որ առաջ ազատվել բոլոր այդ խայտառակ մենաշնորհներից, որոնք որ ոչ մի լավ բան Հայաստանին չեն տալիս։ Դե ավելի շատ ցանկություն էր, իմ քան թե հարց, էլի։ Բոլորը բան ցանկան։ Շնորհակալություն հարցի համար, Վիգեն ջան, հաջորդ հարցը։ Ուրեմն հաջորդ հարցը, որ ես կարող եմ մի քիչ ավելի շուտ այդ հարցին անդրադառնամ, այսօրվա առավոտում ասած անակնկալն է մեր շիրելի վարչապետի Հովհաննես Հակոբյանի բաժանումը։ Արդեն ես կարդում եմ մնե, ինչ-որ գրած Մանամ Սահակյանն էլ հարցը տալի YouTube-ի մեջ։ Ինչ գիտեք դրա կողմով ու ինչ կարծիք եք դրա կողմով, ինչը պատճառը։ Շատ դժվար է կարծիք լսենք կողմով։ Ոչինչ չգիտեմ եւ չեմ էլ ուզում հետաքրքրվեմ, որովհետեւ դա իրենց անձնական գործն է, իրենց ներընտանեկան հարցն է։ Ես Facebook-ում անդրադարձել եմ այդ հարցին, իմ ափսոսանքն եմ հայտնել ուղղակի որպես քաղաքացի, քանի որ երկրի ղեկավարի մասին է խոսքը եւ նրա կնոջ։ Բայց ամեն դեպքում մենք լավ խոսք ունենք, չէ՞, հայտնի ֆիլմից Մատի եւ Մատանու արենքը չի կարելի մտնել։ Իրենց անձնական գործն է, հիմա ոնց հարմար կգտնեն, տենց է կորոշեն։ Մենք կուզենք, որ իրենք վերամիավորվեն, բայց էլի եմ ասում, դա իրենց որոշելիքն է։ Իսկ թե մանրամասը ոնց է եղել, ինչ է եղել, դա ոչ ինձ պետք է որ հետաքրքրվեմ, ոչ ճիշտ է որ հետաքրքրվեմ, ոչ էլ կուզեի որ մնացածը ինչ որ տենց հետաքրքրություն դրսևորեն այդ առումով, մարդկանց անձնական գործն է, մենք ինչ գործ ունենք մտնել։ Դա հասարակության վերաբերող գործ չի, էլի։ Եթե քաղաքական որոշումների հարց լիներ այնտեղ, այդ ժամանակ հասարակությունը իհարկե պետք է միջամտի, խառնվի, իր կարծիքը հայտնի, ուզենա մանրամասները, բայց դա քաղաքական հարց չի, դա անձնական հարց է։ Բայց պարոն Խուրշիդյան, կարող է ինչ-որ վնաս հասցնի ընտրությունների այսօր բաժանումը, ժողովրդական ասած կարծիքը ինչ-որ ազդի կամ ինչ-որ մի բան։ Ես այստեղ կարծիք չունեմ, ճիշտ ասած, այնպես չի որ ես բոլոր հարցերում ինչ-որ դիսկորոշում եւ կարծիք ունեմ։ Այստեղ մասնագետները պետք է ասեն, սոցիոլոգները, որոնք լավ ուսումնասիրելով թե հասարակական կարծիքը, թե մեր ավանդական ընկալումները ինչպես կարող են ազդել այս դեպքում եւ այլն, ինչ որ եզրահանգման կան, որտեղ գիտեք տարբեր կարծիքներ կան, մեկը ասում է ավելի մեծ ուշադրություն գրավեց այս իրադարձությունը վարչապետի հանդեպ, ասում են բաց առնել է PR, մի մասը ասում են չէ, բացասական կանդրադառնա, բայց տարբեր կարծիքներ են, ես որևէ կարծիք հայտնելու համար պետք է մի քիչ տեղյակ լինեմ գիտական հետազոտության արդյունքների, հա։ Ես այն մարդկանցից չեմ մի խոսքով, որ ամեն ինչի պատասխանը ունի գրպանում դրած ու միանգամից պատրաստ է բոլոր հարցերի պատասխան տալ, որտեղ որ մասնագիտական խնդիր ունեմ, այդտեղ հաստատ չեմ հանդգնի եւ հավակնի նման պատասխաններ տալ։ Շնորհակալ պատասխանի համար։ Պարոն Խուրշիդյան, ես այստեղ YouTube-ի մեջ կարդում եմ համարյա բոլոր հարցերը դրան են տանում, կարդում եմ դե որ բողոքներ կան, նույնպես բան հարց ինչու Եվրոպամետ ուժերը, ուրեմն Բաբաջանյան, դուք նույնպես Շիրինյան, բոլոր Եվրոպամետ ուժերը ինչու չեք միանում իրար հետ ու չեք համագործակցում իրար հետ ունենալին իր դեմ
Պրոքսենցի դասավորում հարցը, իդեմ Քոչարյանի կամ Սարգսյանի պահով, ու դուք եթե փոքր մասնակցում եք, ես բոլորս հարցը ասում մեկ սեղմում եմ իրար մեջ միացում եմ, որ ձեր չմասնակցելը կամ ձեր մասնակցելը այնքան ձայներ են փոշի հասնելու։ Ինչ կարծիք ունեք դրա պահով, որտեղ իմ կարծիքով սա վաղուց մեծ աղմուկ է բարձրացնում պետականամետ ժողովրդի պահով, իշխանամետ ժողովրդի մեջ, որ եթե դուք փոքր մասնակցեք ձայները փոշի հասնելու, ինչու չեք իրար կազմակերպում մեծ կուսակցություն, որ ձեզ տեսնենք ազգային ժողովի մեջ կպեի կողքը։ Ուրեմն տեսեք, նախ ես արդեն ասացի, որ ինքս չեմ որոշում չունեմ մասնակցելու ընտրություններին, հա։ Այսինքն ես քաղաքական գործընթացում ինձ չեմ տեսնում որպես մասնակից, ես տեսնում եմ ինձ որպես աջակից։ Որպես աջակից ես վաղուց ինձանից կախվածը փորձում եմ անել այդ համախմբումը ապահովելու համար։ Ես դեռ 2022 թվականից, երբ որ Արևելյան գործընկերության քաղաքացիական ֆորումի ազգային համակարգողների, ովքեր տեղյակ են դա ինչ է, ովքեր չէ, հարցրեք կպատմեմ, կնկարագրեմ, եթե կարիքը լինի։ Ցանցային կառույց է Արևելյան գործընկերության երկրներին համախմբող, որը որ Հայաստանում ազգային պլատֆորմ ունի, եվրոպական, այսպես կոնտրպարտն է Եվրամիության, Հայաստան-Եվրամիություն կնքած համաձայնագրի շրջանակներում, SEPA-ի այդ համաձայնագրի շրջանակներում։ Եվ այն ժամանակ ես այսպես նախաձեռնեցի եւ իմ գործընկերները քաղաքացիությունից աջակցեցին, ստեղծեցինք ազգային ուժերի այսպես համախմբում մի տեսակ, որը կոչվում է ժողովրդական ուժերի պլատֆորմ, Հայաստանի ժողովրդական ուժերի պլատֆորմ, որը որ երկար տարիներ համագործակցելու համար դաշտ էր ստեղծել եւ այդտեղ թե ձեր նշած կուսակցությունները կային, այդ թվում պարոն Շիրինյանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը, հա, ել չեմ խոսում, նաեւ իհարկե Հանրապետություն կուսակցությունը, Հանուն Հանրապետության այն ժամանակ նաեւ եվրոպական կուսակցությունը, շատ այլ կուսակցությունների դեպ բարբերաբար մասնակցում էին եւ մենք 22-23 թվականին 23-ի սկզբին կարծեմ մի ուրեմն հռչակագիր ընդունեցինք միասին, որին իդեպ միացան նույնիսկ պարոն Հայրիկյանի ղեկավարած ազգային ինքնորոշման միավորումը եւ նույնիսկ Բևերը ազգային ժողովրդական, որտեղ ասում ենք, որ անկախ նրանից, որ շարունակելու են քննադատել իշխանություններին այն ներքին քաղաքական այն հարցերում, որը որ կտեսնենք, որ ճիշտ ուղղությամբ չի գնում, բայց արտաքին քաղաքականը եթե շարունակի իշխանությունը տանել եվրոպական ինտեգրման գծով, մենք աջակցելու ենք իշխանություններին, այդ գիծը սատարելու ենք։ Այլ հարց է, որ հետո որոշ անհատներ եւ այդ երկու ուժերը ուղղակի շրջանցեցին, այսպես մեղմ ասենք իրենց ստորագրածը եւ այլ դիսկորոշում ձեռք բերեցին, բայց մնացած ուժերը շարունակեցին այդ գիծը տանել եւ ինքնիշխանության, մենք որտեղ դա տեսնում ենք, որ դա զուտ իշխանություններին աջակցություն չի, դա Հայաստանի պետականության եւ ինքնիշխանության աջակցություն է եւ նաեւ 23 թվականի այդ կատակլիզմը, որ եղավ Արցախում, դրանից հետո վտանգ կար, որ ռուսները կփորձեն դա օգտագործել Հայաստանում իշխանության բռնազավթում իրականացնելու համար, իրենց խամաճիկներին հանձնելու համար, այդ ժամանակ էլի մենք մեծ ֆորում արեցինք, որը կոչվում էր ինքնիշխանության եւ անկախության համաժողով, եւ էլի այդ բոլոր ուժերը քաղաքացիությունը միասին իրենց ձայնը բարձրացրեցին ի պաշտպանություն կայունության եւ ինքնիշխանության Հայաստանի Հանրապետության, որից հետո է որ նաեւ իշխանությունը նաեւ այդ աջակցություն ունենալով, չեմ ասում միայն դրա շնորհիվ, բայց նաեւ այդ աջակցություն ունենալով մի զգալի հատվածի քաղաքական դաշտի եւ քաղաքացիության ինքը ավելի համարձակ քայլերի կարողացավ գնալ ինքնիշխանությունը ապահովելու, այդ թվում Պրահյան գործընթացի մասին խոսքը։ Հիմա անում ենք ինչ-որ բաներ, հետո Եվրաքվեն նույն նախաձեռնվեց այդ ժողովրդական ուժերի պլատֆորմի կողմից։ Ուզում ասեմ շատ բաներ է արվել։ Մենք նաև ահագին շահերի առաջնողում ենք իրականացրել օրինակ Ռոմի ստատուտի վավերացման հարցում։ Ունեցել ենք մեր ներդրումը թե համախմբման հարցում եւ թե Հայաստանի իշխանության ամրապնդման։ Հիմա կոնկրետ, հա, նաև մոռացա նաև ասել Եվրադաշինքը, որ էլի այդ պլատֆորմի արդյունքներ, հա, պլատֆորմում որոշվեց ստեղծել Եվրադաշինք Գյումրիում ընտրություններին մասնակցելու համար առանձին ժողովրդավարական ընդդիմության տեսքով։
Հետո էջմիածնում նաև որոշակի դեր խաղաց պլատֆորմը էջմիածնում այդ փոքր միավորում ունենալու, որտեղ մի անհատ ոնց որ համատեղ կուսակցության հետ միասին փորձեցին հաղթահարել այդ շեմը, ուզում եմ ասեմ, որ այդ ջանքերը արվում են։ Մենք լավ գիտակցում ենք չփոշիացնելու կարևորությունը, միասնության կարևորությունը, բայց ամեն դեպքում քաղաքական ուժերը իրենք յուրաքանչյուր իրենց օրակարգ ունեն։ Լավ է դա թե վատ է, կուսակցություններ են վերջո ունեն իրենց կուսակցականները, ներկուսակցական քննարկումներ, որոշումներ, կուսակցական օրակարգ։ Հիմա մի կողմից ասում ենք պետք է լինի կուսակցաշինություն, կուսակցությունները պետք է ամրապնդվեն, չէ՞, բայց մյուս կողմից ես ինքս էլ անդադ ջատագով եմ, որ այդ ուժերը իրենց կուսակցական շահերը մի կողմ դնեն եւ միավորվեն, որը բավականին բարդ գործընթաց է, բայց հիմա կուսակցությունը իրանք պետք է որոշեն, թե որ ուղղությամբ են գնում։ Կուսակցության ամրապնդման, կուսակցաշինության, թե համախմբման, նաեւ այդ փոշիացման վտանգը զգալով։ Ես այդտեղ արդեն չկամ, դա էլ արդեն ներկուսակցական որոշումների տիրույթն է, որը որ ես իրավունք չունեմ միջամտեմ, որտեղ ես այդ կուսակցությունների անդամ չեմ։ Ես կարող եմ առավելագույն իմ կարծիքը հայտնել թե անձնական զրույցներում եւ թե հրապարակային, որը որ անում եմ։ Մնացածը արդեն պետք է հասարակությունը նաեւ եթե պահանջ ունի կուսակցություններից, ինքը իր պահանջը ներկայացնի հասարակությունը կամ հասարակության ինչ-որ շերտեր բացի։ Շնորհակալ պատասխանի համար հարց ունի Լիլիու Բազրատյան 9669 կարծիքով այդ հարցին արդեն անդրադարձել եք, բայց այդ հարցը նույնպես կարդում եմ բազան ինչ կարող է մեզ անել, եթե ուզենա վատություն անել, օրինակ ինչ կարող է մեզ վնասել, ուրեմն կարծիքով բազան ոնց է կարող մեզ վնասել, երբ որ այն մոմենտն ասում որ պետք է արդեն Հայաստանը ցկի։ Խոսքը գնում է ռուսական ռազմաբազայի մասին, որը ներկա է եւ հարցը այսպեսին է, ներկա է Հայաստանում եւ Իրանից կարող է վտանգ ներկայացնում է եւ եթե նրանք որոշեն վնաս տան, ինչպես է կարծում, ինչ վնասի մասին է խոսքը։ Ուրեմն տեսնենք նրանից, որ ինքը տեղով շարի բուն է, հա, մենք տեսել ենք քանի անգամ այնտեղից զինվորականները դուրս են եկել, մարդ են սպանել կամ ծեծելով կամ գնդակահարելով մի ամբողջ ընտանիք եւ այլն, անդադ ծեծ կրտուկներ բարբերաբար լսում ենք, այդ ամեն չգիտենք, բայց ամեն դեպքում ինքը, երբ որ ասում տրոյական ձի, ես նկատի ունեմ, որ Աստված չանի, եթե Ռուսաստանը հանգած որոշի ռազմական միջամտություն, ինքը սահման չունի Հայաստանի հետ։ Միակ իր տարբերակը լինելու է այդ բազայի միջի զորքերն օգտագործել, ճիշտ է։ Գուցե բավարար չի այդ զորքի արկայությունը, հա, այդ 3-4 հազար հոգին, որը պաշտոնապես 5 են, բայց այդքան չկան։ Ու էլ չասած, որ մի դրա զգալի մասը հայեր են, քաղաքացիներ են, բայց ամեն դեպքում կարան քարոզչական ազդեցության տակ լինեն այդ հայերը։ Մեկ, երկրորդը այնպիսի պայմաններ, եթե ստեղծվի Հայաստանում, որ իրենք իրենց Ինգերոս Շարասյանը կարողանան խառնակցության դրդեն, խժդժություններ կազմակերպեն եւ անկայունություն լինի ներքաղաքական, ներքաղաքացիական անկայունություն, նման պայմաններում, երբ որ բանակի միջամտությունը ինքնիշխանության պաշտպանության հարցում, այդ թվում արտաքին ազդեցությունների կարող է մի քիչ ավելի խնդրահարույց լինի, որտեղ այսպես ապամոտիվացված ինչ-որ վիճակ կարող է լինի, չէ, ապատիկ վիճակ, որ ես ինչա կատարվում երկրում, չէ, ենթադրենք, եթե խնդրություններ են սկսում իրենց համաճիկները։ Նման պայմաններում այդպիսի միջամտությունը իբր կարգ ու կանոն հաստատելու, ոնց որ հիշում եք ՀԱՊԿ-ի զորքերը Ղազախստանում որ արեցին։ Ուրեմն ՀԱՊԿ-ի անվան տակ թեկուզ կամ նույն բազան, չգիտեմ, հայ-ռուսական պայմանագրի անվան տակ, ինչ ասես կարող է եւ փորձեն իրականացնեն։ Դա ես ասում եմ իհարկե ոչ շատ հավանական սցենար, որտեղ այդքան էլ հեշտ չի այդ ամեն ինչը անել, մանավանդ որ հիմա մենք բավականին լուրջ աշխարհաքաղաքական համագործակցության մեջ ենք շատ լուրջ կենտրոնների հետ արևմուտքում եւ նաեւ բավականին կարգավորման փուլ է մտել հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Նման պայմաններում իհարկե ռուսական նման կարգի պլանները շատ դժվար կլինի իրականացնել, բայց ամենայն դեպս այդ վտանգը կա։ Այնպես չի որ ուրեմն 100%-ով բացառելի է այդ վտանգը, դրա համար ինչքան շուտ այդ բազան հանվի, այնքան լավ է։ Չեմ խոսում նրա մասին, որ եթե մենք մեր նոր դաշնակիցների հետ ուզում ենք խորացնել ռազմական հարաբերությունները, դա չենք կարող անել ռուսական ռազմաբազայի Հայաստանում տեղակայման պայմաններում։
այդ հարցը միշտ չլուծվի, լուրջ առաջընթաց այն մակարդակի համենայն դեպս որ մենք կուզենայինք նույն Միացյալ Նահանգների հետ, Եվրամիության հետ ռազմական առումով, դուք գիտեք, Եվրամիությունը արդեն սկսել է նաև ռազմական ոլորտում քայլեր ձեռնարկել, թե իր անվտանգությունը ապահովելու, թե իր դաշնակիցների հետ համագործակցության առումով, քանի դեռ բազան կա, այդ շատ խորը չենք կարող այդ ուղղությամբ զարգացնել մեր հարաբերությունները։ Շատ բարի բան Խոշիգյան, հետևյալ ասպետի կարդամ Խաշատուր Քոչարյանն է ասում, ինչ հեռանկար է տեսնում Գյումրիի պահոց։ Կարճ եմ ես կարդում, որտեղ ավելի մեծ գրած է հանգոմներ պարոն Խոշիգյան, ձեր կուսակցությունը Գյումրիում զարգացման հեռանկար ունեք, սա է գրել, կարծիքով իր հարցերով ինչ եք մտածում, ինչ հեռանկար եք տեսնում Գյումրիի պահոց։ Իմանուց տեսնելով, որ արդեն Վարդանիկը ձևակալված է, ու ինչ-որ տեսնում եք, որ նոր ընտրությունների գնան, թե չգնան, թե սպասում են 2026-ը, ու հետևյալ հարցը ես ինքս ունեմ, ու Զարեն են ուներ, ես կներեք այդ հարցերը շատ անում են, և ամեն հարցերը կարդամ։ Ոչ մի խնդիր։ Մի բան անդրադառնանք առանց Գյումրիի պահոց, ձեր հեռանկարը ոնց է Գյումրիի պահոց, ինչ եք կարծում, ինչ կպատահի այնտեղ։ Դե Գյումրիում իրականում այն ինչ որ տեղի ունեցավ, դա մի ծրագիր էր, որը իրենք փորձելու են անցկացնել նաև երկրի մասշտաբով։ Դրա համար անդադ կրկնում են Գյումրի 2 պլանի մասին, հա, այսինքն տարբեր շարաշուներով գնան մասնակցեն ընտրությունների, տարբեր մարդկանց տարբեր բաներով խաբեն, սիրաշահեն, համոզեն, հա, որտեղ մեկը չի սիրում Քոչարյանականներին, մյուսը չի սիրում, չգիտեմ, Լևոնականներին, մյուսը չի սիրում Սերժականներին, նկատի ունեմ այդ ռադիկալ ընդդիմադիր հատվածը բնակության, բայց բոլորը քանի այդ հատվածը քանի որ ուզում է փոխի իշխանությունը, ինքը ուզում է այլընտրանք եւ Քոչարյանականները գալիս են, ովքեր որ Սերժ Սարգսյանին չեն սիրում, ասում են մենք ենք այլընտրանքը, Սերժ Սարգսյանականները ոնց որ Մարտուն Գրիգորյանի դեպքում էր գալիս են ասում են մենք երբեք Վարդանիկի հետ չենք համախմբի, նախ Քոչարյանականը, բայց խափում են այսպես հանրությունը գնում է ձայները տալիս է եւ վերջում պարզվում է, որ լավ է իրար հետ միավորվում են եւ միասնական Վարդանիկը բերում դասում են տեխնացու։ Այն որ Վարդանիկի պես օդիոս, կրիմինալ անձնավորությունը միավորվեցին եւ դրեցին քաղաքապետ, նշանակում է, որ չեն խորշի նաեւ Ռոբերտ Քոչարյանի պես անձնավորությունը վարչապետի տեխնացու առաջադրել միավորվելով պարլամենտում, եթե անցնեն եւ եթե մեծ տեղից բանացնեն, այդ բոլորը թեական իհարկե խոսակցություն է եթեների շրջանակներում։ Հիմա հետա, եթե Գյումրիում ցավոք սրտի մենք չկարողացանք ունենալով ուժեղ տեխնացու, բայց գուցե նաեւ թերանալով կարողության մեջ, հիմա չեմ ուզում ընտրողներին մեղադրել որևէ բանում, նաեւ հատկապես նրանց ովքեր որ տնից դուրս չեկան եւ չգնացին ընտրության, բայց մի քանի 100 ձայնը չպակասեց, որ Լևոն Բարսեղյանը եւ Եվրադաշինքը ավականիում գոնե տեղը զբաղեցնեին եւ արժանի այլընտրանք ժողովրդավարական ընդդիմադիր այլընտրանք ներկայացնեին ավականիում, բայց դե ամեն դեպքում ունենք այն ինչ որ ունենք։ Հիմա պետք է ելնել դրանից, նաեւ դրա վտանգները տեսնել, որտեղ որ այո, այդտեղ փոշիացան ըստ էության այդ հատվածը ձայների եւ այդ վտանգը որ նույնը կլինի համապետական մասշտաբում կա եւ պետք է ամեն ինչ անել դրանց խուսափելու համար։ Հովսեն ջան, ես մի հարց ես ունեմ, այս ընթացքում Վիգենը հիմա կնայի, եթե մարդիկ կան ովքեր Telegram-յան ալիքով ուզում են իրենց հարցերը հենց իրանք հնչեցնեն, կարող են պատրաստվեն, բայց մի հարց, քանի որ խոսք գնաց Սերժի մասին, Քրչարյան Ռոբերտի մասին եւ այլն, ուրեմն 90-ականներից մինչև 18 թվականը Հայաստանը իրենց քաղաքականության վարելու հետևանքով դուրս են եկել Հայաստանից 100,000-ավոր մարդիկ, միգուցե 1 միլիոնից ավել մարդիկ։ Ու կարելի ասել մի մասը փախել են։ Շատերը դա պիտակավորում են որպես սպիտակ ցեղասպանություն։ Առաջին հարցը, համաձայն եք այդ եզրույթի ցեղասպանությունն է տեղի ունեցել։ Երկրորդը, եթե այդպես է, եթե այդպիսի
բանա տեղի ունեցել, ինչի դրա մասին չի խոսվում առհասարակ։ Եզակի մարդիկ են, ովքեր դրա մասին խոսում են, բարձրաձայնում են, բայց մեծ առումով ոնց որ 90-ականից մինչև 18-ի ոչ մի բան եղած չլինի, բայց Հայաստանը որ ասում էթնիկ զտման է ենթարկվել, հարյուրավոր, հազարավոր մարդիկ փախել են։ Ինչ կարծիքի ես, Հովսեփ ջան։ Ես իհարկե հասկանում եմ պատկերավոր այսպես ձևակերպումներ օգտագործելու կարիքը երբեմն պահանջը, բայց ես նաև չէի ուզի, որ մենք չարաշահենք ցեղասպանություն բառը եւ դրանով նսեմացնենք մեր իրական ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի նաև այդ հանգամանքը, հա, այդ աղետը իրոք մեծ եղերն է, այդ եղերն որ ասում են, դա ցեղասպանությունից ուժեղ բառ է իրականում ավելի, ուղղակի իրավական տեսակետից մենք իհարկե ուզում ենք, որ պետությունները ցեղասպանություն բառ օգտագործեն, որտեղ իրավական նաև գնահատականների մեջ պարունակում։ Հիմա ինչ որ դուք ասում եք, իհարկե շատ ցավալի արտագաղթ էր, որը որ այո, նաև ամեն ինչ արվել է ըստեյության նպաստելու այդ արտագաղթին այն ժամանակվա իշխանությունների կողմից իրենց սխալ քայլերով, չեմ ասում, հենց միտումնավոր ուզեցել են որ արտագաղթեն, բայց իրենց կոռուպցիայի, անարդարության, մարդկանց հետապնդելու, ազատությունները սահմանափակելու պատճառով այո, այդպիսի հսկայական արտագաղթ է տեղի ունեցել։ Բայց ես էլի եմ ասում, հեռու կմնայի այդ ամեն ինչը ցեղասպանություն բառը օգտագործելու, որտեղ ցեղասպանությունը, իսկն մենք մեր հանդեպ ենք իրականացրել։ Մեր ընտրած ղեկավարները կամ մեր գլխին իրենց կարգած ղեկավարները, որին մենք համակերպվել ենք, որ իրենք մեր ղեկավարներն են իրականացրել, այդպես չի, էլի մանավանդ մենք չպետք է մոռանանք, որ այնտեղ կային նաև օբյեկտիվ պայմաններ։ Պետք չի ասել, որ բոլորը ուրեմն արտագաղթել են օբյեկտիվ պայմաններով կամ ուրեմն ճնշումների հետևանքով։ Մարդիկ օրինակ կան, որոնք որ արտագաղթել են, որ իրենց երեխաները չծառայեն բանակում։ Ազնիվ լինեն, այդպիսի մարդիկ մինչև հիմա էլ կան, որ այդ վտանգը զգալով երեխեքին ուղղակի վերցնում են, փախցնում են, տանում են ուրիշ երկրի քաղաքացի են դարձնում, մենակ թե բանակում չծառայեն, մտածելով, որ կարող է խնդրեմ լինի։ Մանավանդ պատերազմական, հետպատերազմական, նախապատերազմական վիճակներում առավել եւս այդպիսի խոսք կար։ Կամ ասենք մարդիկ, որոնք որ կներեք պատրաստ չեն ուրեմն դիմակայել, դիմադրել ճնշումներին եւ ասում են դե մենք մի կյանք ենք ապրելու, գնանք այն երկրներ ապրենք, որոնք որ արդեն իրենց ժողովուրդները ժամանակին տառապել են հարյուրամյակներ մինչև այսպիսի հրաշք երկիր են կառուցել, մենք գնանք դրանց օգտվենք։ Բոլորի մասին չի խոսքը, հա, ասում տարբեր մարդիկ կան։ Հա, մարդիկ կան իրոք, չեն ծերին չեն կարողացել հասցնել, ցածր աշխատավարձեր, անարդարություն, դատարաններում, ոստիկանություն եւ այլն թքել գնացել են կոպիտ ասած, նեղացած վիճակում։ Հիմա ես դատավոր չեմ, որ մարդկանց դատեմ եւ հավատաքննեմ, ասենք մեղադրեմ, թե ինչի բոլորը այն մարդկանց պես, ովքեր մնացել են, միջև վերջ պայքարել են եւ վերջիվերջո, եթե մնացողներ չլինեն, կներեք, եթե այդպիսի պայմաններ էին, բոլորը ուրեմն կգնային, բայց բոլորը չեն գնացել, չէ՞։ Այնպես չի, որ այն մնացածները ճար չունեն գնալու կամ չգիտեմ Սերժ Սարգսյանի խնամիներն են, բոլորը լավ են նստում իրանք այստեղ։ Հովսեփ ջան, մարդիկ կան, ովքեր որ ավելի պինդ գտնվեցին, այդ հալածանքներին էլ դիմացրեցին, շատերը գնացին Բերդերել նստեցին, դուրս եկան, ոնց որ գործող վարչապետի դեր։ Հասկացանք, ձեր կոնար ծառան, ընդամենը մի ամիս իհարկե, այդ առումով չեմ կարող մրցել վարչապետի հետ, բայց կապ չունի, ուզում եմ ասեմ, պայքարողներն են պետություն կառուցում։ Բա առանց մեղադրելու գնացողներին էլ եմ ասում, ամենայն հարգանքով, ամեն մարդ ինչպես է կյանքը պատկերացնում, իր հանդեպ արված անարդարության չափը ինքն է չափում, ես չեմ չափողը, բայց պետությունները կառուցում են նրանք, ովքեր որ համառ միջև վերջ արմատներին կարճած մնում են, ասում են խի մենք պետք է գնանք, պետք է գնան նրանք, ովքեր որ այս պետությանը վնաս են տալիս։ Եվ վերջը հասան դրան եւ Կովկասում այսօր մենք հեղափոխությունից հետո ունենք օլիգարխների արտագաղթ, հա, մենք տեսանք քանի օլիգարխ փախան երկրից, որովհետեւ իրավական հետապնդումներ չենթարկվեն, բայց արդեն օրենքով, ոչ թե քաղաքական հետապնդումներ, այլ օրենքով հետապնդման չենթարկվեն։ Բայց ինչի շնորհիվ եղավ։ Նրա շնորհիվ որ այն մնացողները պայքարող են, միջև վերջ պայքարեցին։ Համաձայն եմ, մեծամասամբ համաձայն եմ, բայց այդտեղ մի փոքր մաս կա, տես 1915 թվական ցեղասպանություն, հայերը արտագաղթում են, սպանվում են, բայց այդ մեր հայերի մի մասը մնում են Թուրքիայում, միջև որս էլ ապրում են։ Այսինքն ինչ է նշանակում այդ մարդիկ, որ մնացել են Թուրքիա, Արևմտյան Հայաստան եւ այլն,
իրանք մնացել են, պայքարում են միջև օրս եւ ով որ փախել է կամ սպանվել է, ինչ որ այդ մասը մի փոքր անհասկանալի է, այսինքն ասեմ, երբ մտես, այնտեղ մենք չունենք պետություն։ Շատ մեծ տարբերություն է։ Այնտեղի հայերը, որ էլի ամենայն մեծ հարգանքի արժանի են իմ համար, այսօր մշում կան հայեր, ծպտյալ հայեր, որոնք իրենց երեխաներին գաղտնի ասում են, որ մենք հայ ենք, բայց մի խոսացեք դրա մասին, որտեղ մենք Թուրքիայում ենք ապրում, մեր պետությունը չի սա, մեր երկիրն է, բայց մեր պետությունը չի։ Բայց իրանք իրենց արմատների կարճած մնացել են։ Եվ այն, որ իրանք չեն արտագաղթել, դա միայն իրենց փառք ու պատիվ է բերում, հատկապես եթե իրենք իրենց ինքնությունը պահպանում են։ Ծպտյալ են, ինչ են, բայց իրենք մնում են հայ։ Այդ մարդկանց ոնց մեղադրեմ ես, կամ իրենք, գիտեք, հետո հետաքրքիր բան ասեմ, ժամանակին այստեղ Սփյուռքի նախարարությունը երբ որ հիմնադրվում էր, Սփյուռքահայի կոնցեպտն էր մշակվում, թե ում պետք է անվանել Սփյուռքահայ, սկզբից այս ձևակերպում կար, որ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող բոլոր հայերը ուրեմն Սփյուռքահայ են, ու ես դες Սփյուռքի գծով մասնագետ եմ, իմ ֆակուլտետը որ համալսարանի ավարտել եմ, դիպլոմայինս էլ էր Սփյուռքի գծով, հետո գիտական հոդվածներ եմ գրել Սփյուռքին նվիրված, հայկական լոբիզմը Միացյալ Նահանգներում, Երուսաղեմի հայկական թաղամասը եւ այլն, եւ այն ժամանակ Անահիտ Բախշյանը այդ հանձնաժողովում էր, որոնք այդ ռազմավարությունը մշակում էր Սփյուռքի եւ ես այնտեղ խորհրդեցի, որ խանեն դա եւ առնվազն հայկական բարձրավանդակից դուրս վերցնեն, որտեղ կա ջավախահայություն, կա արցախահայություն, կա մշում ապրող հայեր, որոնք իրենց հայ են միջև պահպանել են, մնացել են, ու մուշ ասել պայմանական եմ ասում, այ որտեղ ես մշեցի եմ, ասենք դրա համար մուշ ասում, Արևմտյան Հայաստան ամբողջը կան հայեր, որոնք որ մնացել են հայ։ Այդ մարդիկ հաստատ սփյուռքահայ չեն, հա, ասենք Ստամբուլի հայերը կարող է, այ սփյուռքահայ են, բայց Արևմտյան Հայաստանի հայերը սփյուռքահայ չեն, բայց ամեն դեպքում ուզում եմ ասեմ, որ քանի դեռ մենք մեր պետությունում ենք, այդ զուգահեռները ուրեմն Թուրքիայում ապրող հայերի հետ, Վրաստանում ապրող հայերի հետ, Ադրբեջանում ապրող հայերի հետ նույնիսկ կարող է լինել, որտեղ այնտեղ մենք թեկուզ չճանաչված պետություն ձևավորել ենք, հա, եւ այնտեղից էլ այդ արտագաղթը շատ վտանգավոր էր եւ ցավալի, որտեղ 150,000 հայ չպետք է լիներ 20 թվականին այնտեղ պետք է լինեն 300,000 հայ, հա, հաշվի առնելով որ այդքան հսկայական ռեսուրսներ էր այնտեղ ծախսվում, շատ ավելի բարձր աշխատավարձեր էին, շատ ավելի լավ վիճակ էր տնտեսական, ճիշտ է անվտանգային վիճակը այդքան է բան չէ, բայց այնտեղից էլ արտագաղթ կար, չի էլի նույն բանի պատճառով անվտանգային խնդիր կար, շատերը չէին ուզում վտանգի տակ մնային, ասենք իրենց երեխաները նաև վտանգված լինեին հնարավոր սպառնալիքներով ռազմական եւ հանում էին երեխեքին գնում էին հիմնականում Ռուսաստաններում ապրում են, էլ եմ ասում, ես դատավոր չեմ այդ մարդկան, բայց ամենադեպս իմ պատկերացումը է դա, որ պետությունը կառուցում են, կայացնում են այն մարդիկ, որոնք պատրաստ են եւ դժվարությունների եւ հետապնդումների, ինչ որ երազանք ունեն, տեսլական ունեն եւ անուն այդ տեսլականի պատրաստ են ինչ որ դժվարություններով անցնել։ Բայց առանց մեղադրելու էլի նրանց, ովքեր որ չեն ուզում ինչ որ դժվարություններ տեսնեն եւ առաջի դժվարությունը իրենց համար հիմքի արտագաղթելու ավելի պայմաններում ուղղելու այլ երկրներում։ Շնորհակալ եմ Հովսեփ ջան, հիմա Արցախը շոշափեցինք, Արցախից փախել են արցախահայերը, բանա, չկա այնտեղ արդեն հայություն, Արցախի հանրապետություն ունեինք, Արցախում ցեղասպանություն հիմա տեղի ունեցել է, թե ոչ, եւ այդ նույն կոնցեպտը, որ պիտի մնային, պահեին եւ այլն, ոնց է դա դրան ոնց է վերաբերվում։ Շատ բարդ ու շատ ցավալի հարց է, բայց չեմ խուսափի, իմ տեսակետը կհայտնեմ իհարկե։ Սկսենք նրանից, որ ես դեմ եմ եղել այն 2-3 դրույթներին, որը պայմանագրում հայ-ադրբեջանական հարցության պայմանագրում տեղ են գտել։ Առաջինը դա, երկու դրույթ, մեկն էլ պայմանագրից դուրս, հա, երկու դրույթը պայմանագրում են, որ եվրոպական դիտորդները պետք է ստորագրելուց հետո վերջնական ստորագրելուց հետո սահմաններից հետ կանչվեն, հեռացվեն, հա։ Երկրորդ դրույթը, որ հայցերը միջազգային դատարաններում փոխադարձաբար Հայաստանից եւ Ադրբեջանից պետք է հետ կանչվեն, եւ երրորդը, որ պայմանագրում չէր նշված, բայց կապված էր էլի այս գործընթացի հետ Մինսկի խումբի լուծարման հարցը։ Այդ երեք կետին ես դեմ եմ եղել, իդեպ ասեմ, որ իշխանություններն էլ են դեմ եղել մինչեւ դեկտեմբերը 24 թվականի, երբ որ անսպասելի համաձայնվեցին եւ ըստ էության հունվարին թե փետրվարի սկզբերին արդեն ուղարկեցին
Ադրբեջանի փաթեթը արդեն համաձայնեցրած, որտեղ միջև այդ ուղարկում են Ադրբեջանին, ասում են այս երկու կետերին համաձայն չենք, Ադրբեջանը հետ էր ուղարկում, ասում են դե որ համաձայն չենք, մենք էլ համաձայն չենք, ու տենց գնում գալիս էր այդ փաթեթը։ Բայց քանի որ ես գիտեմ պատճառը որն էր, որ համաձայնվեցին, էլի ուժի սպառնալիքի տակ, որտեղ Ադրբեջանը իրոք պատրաստվում էր հարձակում, որի մասին հետո մենք իմացանք նաև պետական դեպարտամենտի արտահոսքերից, որ Գարնանը, անցած տարվա Գարնանը Ադրբեջանը պատրաստվում էր հարձակվել օգտվելով նրանից, որ այդ բանակցությունները տեղից չեն շարժվում եւ ստիպած եղան Հայաստանի իշխանությունները համաձայնվել այդ դրույթներին եւ փաստացի նաեւ համաձայնվեցին կոպիտ ասած ջրել երկուստեք Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից այդ ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության հարցը առնվազն պետության կողմից դա հետապնդելու հեռանկար, հա, եթե ստորագրվի պայմանագիրը։ Հիմա այդտեղ գալիս է նաեւ իրավական հարցը, որտեղ ցեղասպանություն անվանելու համար դա պետք է հետաքննվեր միջազգային դատարանում, հա, մենք շատ բան կարող ենք անվանել ցեղասպանություն։ Բայց եթե ցեղասպանություն բառը հատկապես իրավական տեսակետից ենք ուզում կիրառել, դրա ամենաբարձր ատյանը, որ կարող է պնդել, հաստատել դա միջազգային դատարանն է, տվյալ դեպքում Արտադատության միջազգային դատարանը, որի ուրեմն մենք դիմել ենք, հիմա էլ նաև միջազգային քրեական դատարանը, մուսը, այսպես կոչված, բանի միջազգային քրեական դատարանը Ռոմի ստատուտի ուրեմն իրականացնող մարմինն է, որին մենք միացել ենք եւ ավերացրել ենք, հա։ Հիմա մենք եթե հրաժարվում ենք պետական մակարդակով, մնում է որ քաղաքացիները անհատներ իրենք այդ դատական ճանապարհով փորձեն գնալ, այդ իրավաբանները պետք է ասեն ինչքանով է դա հնարավոր, բայց այն որ էթնիկ զտում է տեղի ունեցել, մենք դա անդադ բարձրաձայնում ենք, ես ինքս էլ ասում եմ միջազգային ատյաններով, հանդիպումներով, երբ որ լինում ենք տարբեր բարձր ուրեմն մարմինների հետ, այդ թվում Եվրամիության, միշտ այդ հարցը բարձրացնում ենք, բարձրաձայնում ենք, որտեղ ես սահմանափակված չեմ պետության պարտավորություններով, ես քաղաքացի եմ, հասարակական կազմակերպության անունից եմ խոսում, եւ այո, էթնիկ զտում էր, հիմա էթնիկ զտումը տարբեր գնահատականներով, տարբեր դատական վճիռներով կարող է համարվել եւ ցեղասպանական ակտ եւ կարող է այդպես միանշանակ չհամարվել ցեղասպանական ակտ։ Ես համարում եմ, որ այո, ամեն դեպքում էթնիկ զտումը դա ցեղասպանական ակտ է, որտեղ ցեղասպանությունը միայն մարդկանց ֆիզիկական ոչնչացումը չի, դա նաև մարդկանց բռնի գաղթեցումն է իրենց հայրենիքից, հա, եւ դա հաստատի տեղի ունեցել։ Բայց հիմա թե ով պետք է հետապնդի այդ դատը, հիմա Հայաստանի համար առաջնահերթությունները սեփական անվտանգություն եւ եղածը պաշտպանելն է, հա, այլ ոչ թե այդ դատի հետևից ընկնելը, մանավանդ ոչ մի երաշխիք չկա, որ լավ, ասենք այդ դատը եղավ, ասենք թե մեր օգտին եղավ, հետո ինչ։ Մենք ունենք նո այդ ես նկատի ունեմ իշխանությունների տեսակետն է դա, ես կիսեի, ես կողմ կլնեի դրան, ես միջև այլ դեմ եմ, որ այդ երկու կետը դուրս է եկել, բայց իշխանությունը կարծում է, որ մենք արդեն ունենք, օրինակ Լաչինի Միչանսկի մասով բացելու պահանջ, նույն այդ արտադրության միջազգային դատարանի կողմից, որպես միջանկյալ վճիռ եղել է, հայցի ապահովման միջոց կարծեմ, բայց այդ վճիռը ոչ մեկ չկատարեց տենց Ադրբեջանը։ Եվ ոչ մի բանով մեզ չօգնեց եւ ոչ մի պատժամիջոց էլ այդ չկատարման համար չհետևեց։ Ուզում եմ ասեմ, կա ռեալ պոլիտիկը, որը ոչ մեկ չի չեղարկել ցավոք սրտի, առանց հետը միջազգային իրավունքը եսի ինչ վիճակում չէ, հիմա ընդհանրապես անհասկանալի է կա թե չկա, որտեղ նույնիսկ գերտերություններն են խախտում այդ իրավունքը։ Եվ նման պայմաններում Հայաստանը ուզի թե չուզի, գուցեև այո, արտարացված է, որ ռեալ պոլիտիկ վարի։ Ուղղակի ես վստահ չեմ, որ ճիշտ քաղաքականության, ճիշտ բանակցությունների դեպքում հնարավոր չէ լինի այնպես վարել այդ ռեալ պոլիտիկ կոչվածը, որ գոնե այդպիսի կոշտ հրաժարում չլիներ այդ հանցագործությունների համար պատասխանատվության հետապնդման հարցում։ Բայց ելի եմ ասում, շատ բարդ հարց է եւ վերաբերում է մեր Արցախային հայրենակիցներին, իրենց համար շատ ցավոտ հարց է։ Շատերը հույս ունեն, որ դատարաններում կարելի է ինչ-որ բանի հասնել վերադարձի իրավունքի տեսակետից։ Էլ չեմ խոսում, որ մարդիկ ունեցվածք են այնտեղ թողել, որը որ բոլոր օրենքներով իրենց սեփականությունն է, որը կամաց սկսում են արդեն յուրացնել Ադրբեջանում կամ քանդել։ Շատ ցավալի բարդ հարց է, բայց այդ այն վիճակն է, որը մենք հայտնվել ենք պատերազմի պարտությունից հետո, պարտությունն էլ չվերադառնամ այդ հարցին,
բոլորս էլ գիտենք ոնց եղավ, ոնց Ռուսաստանը ամեն ինչ արեց, որ մենք պարտվենք, փոխանակ օգներ, որ գոնե չպարտվենք, եթե ոչ հաղթենք։ Դե Ռուսաստանը ինքը արդեն հայտարարեց, այս վերջերն էլ դուգին ասես, չէ, որ համատեղ արել են։ Հա, դե Ռուսաստանը էլ չի շղթում, նույնիսկ ասում են մենք օգնեցինք Արցախը վերցնենք, ինչի եք Զանգեզուրը տալիս ամերիկացիներին, այսինքն պայմանավորված են եղել, որ Զանգեզուրն էլ պիտի ռեսներին փայ մնար։ Շնորհակալ եմ պատասխանի համար, Հովսեփ ջան, հիմա գնամ նորից Վիգենի մոտ։ Վիգեն, եթե մարդիկ կան, ովքեր ուզում են իրենք հարց ուղղեն Հովսեփին, խնդրեմ։ Ես արդեն պատասխան ստացա, շնորհակալ։ Ուրեմն ասում եմ Ռուբենին, Ռուբեն ջան, միկրոֆոնը բացում, ինչ-որ հարց ունեի, կարողաս հարցը ուղղես Պողոսյանին։ Ռուբեն ջան, միկրոֆոնը բաց է, լսում ենք քեզ։ Ուրեմն Ռուբենը մեզ լսում է։ Ողջույն, Արգելի Էդվինին եւ շատ սիրելի եւ հարգելի պարոն Խորշիդյանին Թեհրանից եմ խոսում ձեր հարգելի Խորշիդյան այդ վերջերս չգիտեմ ինչքան վստահ տեղյակ եք որ Իրանի Հայաստանում գտնվող դեսպանը հայտարարություն արեց մասին եւ շատ նորմալ հայտարարություն արեց ու ասեց որ եթե Թրիպը տարածաշրջանի զարգացման եւ խաղաղության գրավական է, մենք ողջունում ենք։ Շատ դա ինձ համար եւ մեզ համար Իրանի իրանահայերի համար շատ հետաքրքիր հայտարարություն է Իրանի պաշտոնական պաշտոնյայի կողմից ներողություն։ Մեկ դա երկրորդը որ բացի այդ պաշտոնական հայտարարությունից տարբեր շրջանակներում Իրանում, նամանավան Թեհրանում գոյություն իշխանամերձ Իրանի իշխանամերձ խմբավորումներ, որոնք օր ու գիշեր դեմ են արտահայտվում Թրիփի գործունեության համար Հայաստանի եւ ամերիկյան համաձայնագիրներին բոլորովին դեմ են արտահայտվում Նշելով որ այս տարածաշրջանը ուրեմն Իրանի եւ Ռուսաստանի ստրատեգիկ կապերի դեմ է գնում Թրիպը։ Այս կապակցությամբ ուզում եմ բացատրություն տալ, որ մենք ինչպես ենք կարող Իրանի կողմին բացատրել վերլուծական շրջանակների մասին է խոսքս, բացատրել, որ դա իրանական շրջանի Իրանի տարածաշրջանի դեմ չի Թրիպը, առավել ինչպես որ իրանք պաշտոնական հայտարարություն են անում, նպաստավոր պայմաններ է ստեղծում Իրանի համար։ Ավելի համանապակ ասեմ, Հովսեփ ջան, որ նույն ինչպես որ դաշնասականներն են արտահայտում այս Թրիպի մասին, նույն ձևակերպումն է իշխանամերձ շրջանակների կողմից տարածվում նամանավանդ թե հայերենով, թե պարսկերենով, հայկական տարբեր արտացոլվում են եւ խստի լուրջ տարածում են այդ հակահայաստանյան որոշումները Թրիպի վերաբերյալ։ Դա կուզեի մեկ քիչ բարձրաբանել նրանց դեմ առնելու մասին, ինչպես կլինի մոտենալ։ Շատ շնորհակալ եմ, հարգելի։ Շնորհակալություն ձեզ։ Տեսեք, ես տեղյակ եմ, որ Հայաստանից շատ ակտիվ աշխատում են։ Այս պահին այդքան չգիտեմ, բայց մի տարի առաջ գոնե գիտեմ, որ շատ ակտիվ աշխատում են 5-րդ շարասան ներկայացուցիչները, հատկապես քոչարյանական։ Իրանում գնում էին, բամբասում էին բառեզբոն իմաստով պետության դեմ, Հայաստանի պետության դեմ, որ Հայաստանը գնում է դեպի Եվրոպա, Իրանի դեմ է դա, որ Ամերիկային բերում են այստեղ, որ չգիտեմ ինչ է, հեսա տնելու են սահմանին ամերիկյան զորքեր, ինչ ստեր ասես չեն տարածում գրգռելու համար իրանցիներին Հայաստանի դեմ, պետության դեմ էր։
Այն աշխանի, որ ստիպված եղանք նաև այնտեղից կան շատ հայրենասեր մարդիկ Իրանում, այլ որոնք որ մի ծրագիր էին անում, որ Հայաստանից կանչեն փորձագետներին եւ այնտեղ հանդիպումներ կազմակերպեն Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որպեսզի իրականությունը ներկայացնեն եւ այդպիսի մի այցելության մաս ես պատիվ ունեցա ունենալ Ստեփան Սաֆարյանի հետ միասին, շատ կարևոր հանդիպումներ ունեցանք, հատկապես Ստեփան երկար մնաց եւ երկար ավելի շատ հանդիպումներ ունեցան, բայց ես էլ այն հանդիպումներին, որ ունեցա, կարողացանք շատ բաներ ներկայացնել եւ զգում ենք, որ իրոք կարիքը կար ճիշտ ներկայացնելու Իրանին, որ Հայաստանի քայլերը Իրանի դեմ ուղղված չի։ Այդ մեկ եւ երկրորդը ամեն դեպքում այնտեղ որտեղ որ նույնիսկ Իրանը կարող է ինչ-որ իր համար մտահոգիչ բաներ գտնել, ինքը պետք է հաշվի նստի Հայաստանի շահերի հետ։ Մենք չենք կարող Հայաստանի շահերը զոհաբերել, բացառապես Իրանի շահերը սպասարկել, հա, դա էլ մի ուրիշ գաղութատիրություն կլինի։ Ռուսաստանի շատ օժար ենք, հիմա էլ նույնը հոչենք Իրանի համար անելու, հա։ Այնպես միշտ մեր շահերը հատկապես նաև էթնիկ զտման հանդեպ լռությունը, հա, եւ թե շնորհավորանքները Ադրբեջանին իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու առիթով եւ այլն, բայց մենք հասկանում ենք, որ չենք կարող այդտեղ որևէ կերպ ազդել եւ որևէ ինչ-որ բացասական բան չենք էլ արտահայտում։ Աստված իրենց հետ է տարբերակով իրենց դիրքորոշումն է։ Այնպես որ մենք ունենք հնարավորություն իրանցի պաշտոնյաների հետ, նաև Հայաստանի իշխանությունները գիտեմ անդադ հաղորդակցում են դիրքորոշումը հասկացնելու համար, որ ձեր դեմ չի ուղղված այս ամեն ինչը եւ կարծես թե տեղ հասնում է եւ դա լավ է, որտեղ մեր նպատակն է նաև ցույց տալ Իրանին, թե ինչ մեծ շահագրգռություն ինքը կարող է ունենալ, եթե Հայաստանը դառնա Եվրոմիության անդամ եւ Իրանը ստանա ուղիղ սահման Եվրոմիության հետ։ Ես չեմ խոսում հյուսիս-հարավը, որը որ Իրանի համար մեծ տնտեսական օգուտներ է ստանում, եթե իր տարածքով հնդկական բեռները գան անցնեն Հայաստան, Վրաստան, Սերծով եւ հասնեն Եվրոպա։ Այն ինչ որ հիմա Իսրայելը փորձում է իրենով անել, դուք տեսաք Նարենդրա Մոդին այցելեց Իսրայել եւ քննարկումներից մեկը եղել է հենց այդ ճանապարհը լոգիստիկ, այսինքն այն ինչ որ Հնդկաստանը պատրաստում էր անել Իրանի միջոցով Հայաստան, Վրաստան, Սերծով, հիմա կարող է անի Սաուդյան Արաբիա, Հորդանան, Իսրայել, Միջերկրածով, Կիպրոս, Հունաստան եւ Եվրոպա։ Եվ մենք զրկվենք այդ հնարավորությունից, նաև Իրանը զրկվի, բայց իր քաղաքականության պատճառով, որտեղ Իրանը իր կոշտ դիրքորոշմամբ արևմուտքի հանդեպ ուղղակի այդ ծրագրերը զարգացնելու տեղ չի տալիս, հնարավորություն չի տալիս։ Ինչքան էլ որ ինքն էլ է շահագրգռված, մենք էլ ենք շահագրգռված։ Դառը մենք էլ ենք շահագրգռված, որ առաջ Իրան-ամերիկյան հարաբերությունները կարգավորվեն, Իրան-եվրոպական հարաբերությունները կարգավորվի, վերջնականապես Իրանն էլ հրաժարվի այդ միջուկային ծրագրից, որը ոչ մի լավ բան իրեն չբերեց, բացի խնդիրներից ամբողջ աշխարհի հետ առճակատումից, եւ նորմալ զարգանա Իրանն էլ վերականգնի այդ կապերը տնտեսական պատժամիջոցներից ուրեմն ազատեն եւ ինչքան հարուստ զարգացած լինի մեր հարևանը, այնքան մեզ էլ օգուտ կլինի։ Այո, ես հիշես, ներկայի ձեր հանդիպման թարգմանիչն ես էի, եթե հիշես, Թեհրան եկել էիք։ Ես տերը չբերեցի ուղղակի, շնորհակալություն։ Վերջում հարազատ բարեկամել ենք դուրս գալու։ Շնորհակալություն Ռուբեն ջան հարցի համար։ Ես մատ ավելում հարց ունեի։ Խնդրեմ։ Ես հարցի կներեք։ Ես վերջերս Հնդկաստանի վարչապետի հայտարարությունն էր հետաքրքիր, որ Իսրայելի քնեսետում բացի-բաց հայտարարեց, որ Հնդկաստանը կանգնած է Իսրայելի մեջքին, կողքին, թեոտիկում չէ դրան։ Սա ինչպես կբացատրեք։ Միանգամից այդպես հայտարարություն արեց։ Այդքան է միանգամից չի, ահագին երկար ժամանակ իրենք շատ դուրս ռազմական համագործակցություն ունեն, որը ուղղված է պակիստանա-թուրքական համագործակցության դեմ։ Այո։ Որտեղ Պակիստանը Հնդկաստանի համար է սպառնալիք, Թուրքիան Իսրայելի, եւ այստեղ շահերի համընկնում կա Իսրայելի եւ Հնդկաստանի միջեւ։ Չնայած որ Իսրայել-իրանական հակասությունը թվում է թե թույլ չէ տալու Հնդկաստանին ավելի մերձենալ Իսրայելի հարաբերությունները, բայց ասեմ ձեզ, դա ազդում է ամեն դեպքում, եթե ուշադիր եք Նետանյահուն անդադ ասում էր դու իմ եղբայրն ես, դու մեր ռազմավարական դաշնակիցն ես, բայց Մոդի շուրթերից այդպես էլ դաշնակից բառ չհնչեց, անդադ ինքը ասում էր գործընկեր։
այնպես որ ինչքան էլ ջերմեր, ինչքան էլ ուրեմն այսպես ռետորաբանությունը շատ դրական էր մոդի վարչապետի, այդ թվում Համասի կողմից իրականացված ահաբեկչության մասով, հա, բայց մյուս կողմից ինքը ոչինչ չասեց իհարկե Գազայում իրականացվող ցեղասպանության մասով, որը որ իմ համար ոնց որ նաև եվրոպական երկրների մեծ մասի համար եւ նաև միջազգային ատյանների եւ միջազգային դատարանի համար, որին մենք միացել ենք, դա ցեղասպանություն է։ Բոլորը ասում են, որ այն ինչ որ Գազայում Իսրայելի իշխանությունները իրականացնում են, դա ցեղասպանություն է։ Նույն կերպ ինչ որ Համասի արածը ահաբեկչություն է, ակնհայտ է եւ Համասն է ահաբեկչական կազմակերպություն է, ոչ մեկ դրա չի վիճում։ Բայց այդ խաղաղ բնակչությունը կանայք երեխաներ 40-50 հազար սպանված չպետք է իրենց կյանքերով պատասխան տային այդ Համասի ահաբեկչության համար։ Մի խոսքով ում ասեմ Իրանի բանը Հնդկաստանի վարչապետին հիմա նաև իր զգալի հատվածը բնակության, որ մահմեդական են, մեղադրում են դրանում, որ ինքը որևէ կերպ չցավակցեց կամ չանդրադարձավ Գազայի տառապանքներին կամ որևէ կերպ չսաստեց նաև Իսրայելին, որ ավելի մեղմ վարվի կամ պետք է վարվեր, որտեղ հիմա կարծես դադարել է այդ ամեն ինչը, բայց ամեն դեպքում կա շահերի համընկնում, իրենք նաև հակաօդային պաշտպանության եւ հակաարտերային պաշտպանության հարցերում համագործակցության լուրջ հեռանկարներ ունեն։ Հիմա իրենց շրջանառությունը ռազմական շատ չի տարբերվում իդեպ հայ-հնդկական ռազմական համագործակցության ծավալներից, եթե իրենք 3.5 միլիարդ է, Հայաստանը 2 միլիարդից ավել է, մոտավորապես համադրելի է, այդքան զենք են գնում, իդեպ Հնդկաստանի թիվ 1 գնորդն են հնդկական զենքի։ Հայաստանը ամենախոշոր գնորդն է հնդկական զենքի եւ կարծում եմ լավ առիթ կլներ, որ գոնե այդ առիթով մի հատ Հայաստան է մտնել, հա, մոդին տարածաշրջանային այցի ժամանակ կամ գուցե առանձին առաջարկ լինի իրեն, որ կամ ինքը այցելի կամ հրավիրի Նիկոլ Փաշինյան Հնդկաստան, բայց ամենադեպս այդ շատ լուրջ համագործակցություն է։ Ի տարբերություն մեզ, որ մենք ընդամենը պատրաստի զենք ենք գնում, Իսրայելը տեխնոլոգիաներ է վաճառում Հնդկաստանին, եւ մենք էլ կարող է վաղը, եթե Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորեն, այդ տեխնոլոգիաներից կարողանանք օգտվել։ Այն իմաստով, որ եթե այդ տեխնոլոգիաների հիման վրա ինչ-որ զենք է ստեղծվում Հնդկաստանում, հնդիկները մեզ չեն կարողանա դա վաճառել առանց տեխնոլոգիայի աղբյուրի թույլատվության դրա դեպքում Իսրայելի։ Ոնց որ երկար ժամանակ չէին կարողանում մեզ ուրեմն հրթիռային տեխնիկա վաճառել, որտեղ ռուսները թույլ չէին տալիս լինելով լիցենզիայի մաս, հա։ Դա է ձեր հարցի պատասխանը։